Բարեկալուստ գույների պատմություն հաղորդում։ Արվեստի աշխարհը լի է գույներով, զգացմունքներով ու անսպասելի բացահայտումներով։ Գույների պատմություն հաղորդումը ձեզ կտեղափոխի ստեղծագործական միջավայր, որտեղ հայտնի ու տաղանդավոր նկարիչները կպատմեն իրենց կյանքի ոգեշնչման աղբյուրների մասին եւ ընդամենը 20 րոպեում կստեղծեն նոր արվեստի գործ ձեր աչքի առաջ։ Պատրաստվեք բացահայտելու արվեստի կախարդական ուժը եւ ականատես լինելու ստեղծագործական հրաշքին գույների պատմություն հաղորդման ընթացքում։ Բարև ձեզ, ես Մարին եմ, Յուրմայի բրենդի հիմնադիրն եմ, զբաղվում եմ արվեստով եւ արհեստով միաժամանակ։ Ես նկարում եմ թելերով, այսինքն ասեղը իմ վրձինն է։ Ես փորձում եմ ստեղծել նոր ոճ արվեստում թելերի եւ ասեղի միջոցով, այսինքն նկարներ կտավի վրա, որոնք ստեղծվում են բացառապես թելերով եւ ասեղով։ Հիմա փորձում եմ ներկայացնել ձեզ մի նոր հետաքրքիր լուծումներով նկար։ Հիմա ես ընդհանրապես միշտ փորձել եմ տարբերվել եւ ուզում եմ սովորաբար կարում եմ ամեն ինչ, բայց գույներով ուզում եմ ստանալ մի նոր ոճ։ Այսինքն ասեղով ստանում ենք գույներ թելերի միջոցով։ Բայց այս նոր ոճ է, որը կարում ենք սև թելով մեքենայի միջոցով, որպեսզի մի փոքր ավելի կրճատ լինի մեր աշխատանքային process-ը։ Սովորաբար ես նկարները նկարում եմ մի փոքր երկար, երբ որ ես անում եմ ասեղով ձեռքի աշխատանք, որպես նկարում եմ մոտավորապես 1 շաբաթ այդ դիմանկարները, իսկ գունանկարները ստանում եմ մոտավորապես մի ամսվա ընթացքում, որովհետև ես թելերով ստանում եմ գույներ, դրա համար մի փոքր երկար է ստացվում, իսկ հիմա որոշել եմ մի փոքր կրճատել աշխատանքային process-ը եւ ժամանակը ստանալով մեքենայի միջոցով եւ հետաքրքիր պատկեր։ Մեր Գյումրու Ալեքսանդրովսկու փողոցի վրայի կինո հոկտեմբերի նկարը նկարել ենք կտավի վրա, որը փակցված է եղել ռամկայի վրա, բայց մենք հանել ենք, քանի որ չի տեղավորվում մեքենայի մեջ, դրա համար վերջում պարզ կլինի ինչ կստացվի։ Հիմա սկսենք աշխատել։ Հիմա փորձում ենք ստանալ գծանկար։ Կողքից նայողը պատկերացնի, որ մենք նկարել ենք այս մադիտով, սև գույնի մադիտով, բայց այս է մեր հետաքրքրությունը, որ պետք է անենք այս ամեն ինչը ասեղով եւ մեքենայով։ Ճարտարապետական գործ ստանալը, ասեմ ձեզ, շատ բարդ է, երբ որ դա անում ես թելերի միջոցով եւ անում ես ասեղով։ Ես նաեւ վերապատրաստվել եմ որպես մոդելյեր դիզայներ, կարում ենք հագուստներ, բայց քանի որ ես ավելի գերադասում եմ ընդհանրապես արվեստը, փորձում եմ մշտապես զբաղվել արվեստով եւ դա անփոխարինելի մաս է իմ կյանքում։ Ինչի փորձեցի այս ամենը անել հենց այս մեքենայով, որովհետև այս մեքենան իմ տատիկի նվերն է եւ այս մեքենայի հետ մեծ հուշեր ունեմ։ Ինքը շատ հին է, բայց բավականին լավ է կարում։
եւ ընդհանրապես ես այս մեքենան երբեք չեմ կարող փոխարինել մեկ այլ մեքենաների հետ, որտեղ ինքը ցանկացած հաստության, ցանկացած կտոր յուրահատուկ կարում է։ Փորձում ենք ստանալ Կինո Օկտեմբերի շենքը, որ քաղաքի ամենագեղեցիկ ճարտարապետություններից մեկն է։ Ես շատ եմ սիրում նկարել ամեն ինչ գեղեցիկ է։ Ավելի մեծ պատկերացում ունեմ եւ նպատակս է, որ ստեղծել նոր ոճ եւ Գյումրիի մասին ավելի շատ։ Ուզում եմ ցույց տանել մեր գեղեցիկ Գյումրին բոլորին, անգամ մեծ ճարտարապետական շինությունները, որ բոլորն իմանան, թե մենք ինչ գեղեցիկ քաղաք ունենք, թանգարան բաց երկնքի տակ։ Հուսով եմ այս ոճը շատերին դուր կգա, և ես ինքս սա մշակել եմ, ուզում եմ, որ դա դառնա հեղինակային։ Եվ այն ինչով ես անում եմ, ուզում եմ, որ դա դառնա նաև հետաքրքրություն, որպես լավագույն նորը մոռացված հնի մեջ։ Երբևիցե չեմ փորձել նկարել վրձինով, մտածել եմ, որ այդ իմը չէ, ավելի գերադասել եմ նկարել ասեղներով, հաստ ու բարակ թելերով։ Փորձում եմ ստանալ նոր տարբեր ոճերի այս նկարներից և ցուցահանդես ունենալ, ոնց ունեցել եմ ցուցահանդեսներ իմ նկարները, նաև դրսում։
Ի սկզբանե այս մեքենան եղել էր ցերկով, բայց քանի որ իմ աշխատանքը երկու ցերկով, մի ցերկով հնարավոր չի անել, ես այդ ցերի շարժիչը հանել եմ։ Ես դարձրել եմ որոշակի նորություն։ Կան հնարավորինը փորձում եմ արագ ստանալ այդ պատկերը, բայց քանի որ ասեղով ճարտարապետական գործերը շատ բարդ են, հնարավորինս կատարում ենք արագ։ Երբ ես ցուցահանդեսով դուրս էի, Ռոստով Թոն Կեդիապին ունեցա մեծ ցուցահանդես, իմ անհատական ցուցահանդեսը։ Այնտեղ կային շատ հայեր, որոնք ընդհանրապես չէին պատկերացնում, ոնց կարելի է թելերով ստանալ նման պատկերներ, ասեղի միջոցով, այսքան գույներ, որտեղ իրանք մտածում էին, որ նրանք կարող են անի նկարիչը թելերը խառնելով իրար։ Բայց երբ որ մենք ծանոթացրինք մեր նոր ոճի մասին, այնտեղ մենք ունեցանք շատ մեծ հաջողություններ եւ պատվերներ։ Հետո փորձեցի նույն բանը անել Հայաստանում տարբեր մարզերում։ Ունեցանք ցուցահանդես եւ ծանոթացրինք մեր Հայաստանին եւ այնտեղի բնակչությանը, ոնց կարող են նկարել ասեղով։ Հետո ես սկսեցի մի նոր շարք, դիմանկարների շարք, որոնք պատերազմից հետո ունեցան մեծ պատվերներ ունեցանք, մեր զինվորների նկարները, եւ շատ անգամ մենք մտածեցինք, որ կարելի է ամենքի համար ստեղծել մի անկյուն իրենց տանը եւ իրենց մամաներին նվիրեցինք իրենց զավակների մեր հայ որդիների նկարները նվիրեցինք մամաներին եւ այդպես ոգևորված մինչեւ օրս նաեւ ունենում ենք պատվերներ, երբ տղաները գալիս են իրենց սիրելիներին, ուզում են աղջիկներին նկարներ, դիմանկարներ թելերով տանել նվեր, որտեղ ինքը շատ բացառիկ նվեր է, յուրահատուկ նվեր է, չկրկնվող, տարբերվող։ Իրոք ստացվում է անակնկալ այդ նկարի միջոցով շատերի մոտ։ Հիմա պլանավորում եմ նոր ցուցահանդես, նոր շարք, այս ոճի մեջ, մեր Գյումրու ճարտարապետական ամեն մի մասը ցույց տալ բոլորին, որ հասկանան, որ տեսնեն, թե ինչ ունենք մենք, մեր հայկականը պահպանվել է Գյումրիում։ Շատ եմ սիրում նկարել բնություն։ Բնության նկարների մեջ ես այնքան ոգեշնչվում եմ։ Ունենք սմեռ, ունենք ամառ, ունենք աշուն նկարած։
երբ ես աշխատում եմ, շատ ժամանակ չեմ սիրում խոսել։ Դեռ ես սիրում եմ այդ ամեն ինչը մտածված եւ լուռ անել։ Բայց քանի որ ես ուզում եմ հիմա ձեզ նաեւ պատմել այն ինչ ամեն ինչի մասին, երբ ես սկսել եմ իմ այս աշխատանքս, այս գործունեությունս, ես եղել եմ շատ ջահել այդ ժամանակ, ես եղել եմ 18 տարեկան, երբ ինձ ոգեշնչել են բոլոր տեսակի թելերը։ Մասնագիտությամբ ես գոբելենագործ, ժենեգագործ եմ, նկարիչ չեմ, բայց ես նկարելը շատ եմ սիրում, ես իմ կյանքի միակ դրական, որ ես ոգեշնչվում եմ այս նկարներով, չգիտեմ ինչի, ես սրանով ապրում եմ, այս իմ աշխարհն է, ես զբաղվում եմ կարով, մոդելավորում ենք շորեր, բայց ես միայն մոտիվացվում եմ արվեստով, չգիտեմ ինչի այդպես։ Մեր դա ժառանգական է երևի, իմ եղբայրն էլ քանդակագործ է, հիմա դրսում է, ինքը այնտեղ է աշխատում։ Ամեն անգամ, երբ որ ես իր աշխատանքները տեսնում եմ քարի վրա, ոնց է ինքը առանց էսկիզի ստանում յուրահատուկ գործեր, ինձ նաև դա է մոտիվացնում, որ եթե Աստված տվել է այդ շնորհքը յուրաքանչյուրիս, մենք պետք է պարտավորենք դա անենք ու երբեք չթողնենք այս զբաղմունքը, մտածելով, որ չենք կարող իրանով շատ գումար վաստակել, թե ինչ, այդ կարևոր չէ, կարևորը մենք դա հիմա այդ անում ենք եւ դրանով ապրում ենք։ Ես կյանքում այս հոբի չեմ պատկերացրել, որ դա ինձ համար հոբի է, որովհետեւ սա իմ համար հոբի չէ, ու չի կարող դառնալ։ Սա իմ համար իմ կյանքի լավագույն ձեռքբերումն է, որ Աստված շնորհել է։ Եվ ես շնորհակալ եմ դրա համար։ Ես նաև ուզում եմ, որ ուսուցում ունենանք, աղջիկներին ուսուցանենք այս մասնագիտությունը, բոլորի մեջ լինի, որտեվ տարբերվող մասնագիտություն է, տարբերվող Սիրում եմ նաև տարբեր աբստրակցիաներ անել։ Դրա վրա եմ մտածում, մի փոքր աշխատանք ունեմ, էսկիզավորում եմ դրանց։ Երբ որ արդեն պատրաստ կլինի, ես անպայման ի ցույց կտնեմ բոլորին, ինչի վրա որ ես ներկայումս աշխատում եմ։ Երազում եմ ստեղծել կենտրոն, որտեղ որ մեր աղջիկները կկարողանան գալ, սովորել, ստանալ լավ մասնագիտական կրթություն, որակավորում, Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, ես չեմ պատկերացնում կարող ենք երբևիցե ինչ-որ մի հարցով դուրս գնալ եւ այնտեղ ապրել, ես կյանքում դա չեմ պատկերացրել, ունեցել եմ շատ հրավերներ եմ ստացել, պատվերներ եմ ունեցել, որ կարելի է դրսում աշխատել եւ անել, բայց երբևիցե չի ցկել ինձ Հայաստանից դուրս ապրելը, այստեղ ես ինձ համար ավելի ամուր եմ զգում իմ աշխատանքում, իմ արվեստում, ես ավելի այստեղ ինձ բավարարված եմ զգում, չգիտեմ, չեմ պատկերացնում ապրել ինչ-որ հեռու Հայաստանից դուրս,
ստեղծել, արարել ոչ հայերի համար, չգիտեմ, դրա համար ես դեռ այդ մասին չեմ մտածել, որ կարելի է դրսում ապրել եւ արարել։ Աշխատանքը արդեն մոտենում է ավարտին։ Հույսով եմ կարողացա ժամանակի մեջ որոշակի տեղավորվել։ Սրանից հետո մենք աշխատանք ավարտում ենք եւ փակցվում է արդեն այս ամեն ինչը շրջանակի մեջ ամբողջովին ցկվում է եւ շատ գեղեցիկ ձևով կարող եք այս նկարը օգտագործել ցանկացած ինտերիերում, ցանկացած դիզայնի մեջ։ Այս նկարը ավարտելուց հետո, երբ որ մենք արդեն կփակցնենք շրջանակի մեջ, նվիրում ենք այս հաղորդման թանգարանին, որպեսզի մեր կողմից, Յուրմարի կողմից հիշատակ ունենա։ Իսկանով ես հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Հուսով եմ նորից կհանդիպենք ավելի նոր մտքերով։ Տեսնեմ ձեզ։